ինչպես նախորդ այցի ընթացքում նշեցիք, այս անգամ եւս խնդրում եմ մանրամասնեք հնավայրեր, արգելոց այս ձեր այցը ինչ ահազանգի հետքերով եք այստեղ, նաև մեր հեռուստադիտողների համար խնդրեմ մանրամասնեք։ Շնորհակալություն, եւ Կարմիր Բլուրը եւ Շենգավիթը Էրեբունու ամրոցի հետ եւ Թանգան հետ կազմում են մեկ ամբողջություն։ Վերջին շրջաններում ունեցել ենք տեղեկատվություն, նաեւ զանգվածային լրատվության միջոցներից ենք ստացել տեղեկատվություն, որ տնօրինություն չկա եւ ծրագրերը կասեցված են, դադարեցված են, կան ինչպես նախկինից եկած խնդիրներ, այնպես էլ վերջին 1 տարվա ընթացքում կուտակված խնդիրներ։ Այդ խնդիրները ակնառու էին թե Կարմիր Բլուրում, թե Շենգավիթում, իսկ այստեղ, որը ավելի կենտրոնական վայր է նախորդ երկուսի համեմատ, այստեղ կա կառավարման լրջագույն ճգնաժամ, այստեղ առաջին հերթին նախ տարածքում ջուր չկա, Դա նորմալ երևույթ չէ, բնակլիմայական պայմաններում, որ տարվա 6 ամիսը շոկ է այստեղ, տարածքում ջուր չլինելը նորմալ չի։ Եվ ջուր չլինելու հետևանքով է, որ տարածքը ոչ թե սիզամարգերով է պատված, այլ փշով, տատասկով, անխնամ վիճակում, չորացած, տափաստանային վիճակում է գտնվում։ Տարածքը չունի տեսահսկման համակարգ, որը անվտանգային խնդիրներ է առաջացնում, առանց չվերահսկվող տարածքը պարարտ հող է, որպեսզի զանազան անցանկալի երևույթներ այստեղ տեղի ունենան եւ նաեւ ունեցել են։ Տարածքի աշխատակիցների թիվը, վարձատրության աստիճանը նրանց անվտանգության համակարգ, որպես այդպեսին գոյություն չունի եւ նաեւ տեղյակ են, որ այս պահին մշտական ցուցադրություն չկա։ Դրա վերաբերյալ փորձելու ենք տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարից տեղեկատվություն ստանալ ու առհասարակ թե ինչ համալիր փոփոխություններ կարելի է այստեղ անել, որովհետեւ տարածքը բառացիորեն մատնված է անտերության։ Անխնամ իրավիճակ է եւ մեկը ես կտատանվեմ այստեղ, եթե դրսից հյուր ունենամ, այլ օտարերկրացի բերեմ այստեղ թե ոչ, որովհետեւ ուրիշները իրենց չեղածն են փորձում սարքել, մենք մեր եղածը չենք կարողանում ճիշտ մատուցել եւ ինչն է ցավալի, որ այս որմնանկարները շատ անմխիթար վիճակում են գտնվում, միգուցե դրանք նախկինից են ժառանգվել, բայց այս իշխանությունները եկել են նախկին արատավոր երևույթների դեմ պայքարելու եւ վատը լավը դարձնելու, տգեղը գեղեցիկ դարձնելու, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը այնպեսին է, որ պահանջում է համալիր լուծումներ, լուրջ մոտեցում եւ Երևան քաղաքի հետ ասոցացվող առաջին վայրն է սա եւ մեզ ուղղակի սազական չէ, մեզ հարիշ չէ ծննդավայր հանդիսացող Էրեբունի ամրոցի այս տարածքը Էրեբունի թանգարանը լինեն այսպիսի շատ վատ ասոցիացիա առաջացնող, ասենք վիճակում։ Այստեղ ինչն է հատկանշական, որ ուրարտագետները արձանագրում են, որ սկսած 7-րդ դասարանի պատմության գրքից դպրոցական փորձ է արվում պետական մակարդակով հերքել Հայաստանի կապը Ուրարտուի հետ, Երևանի կապը Էրեբունիի հետ, ինչ շատ համահունչ է Ալիևյան քաղաքականությանը, քարոզչությանը եւ նաեւ իրենք ամեն կերպ փորձում են, պնդում են, որ 16-րդ դարում է Երևանը հիմնվել, Ռևան Ղուրիխանի անուն են տալիս, այդպես հատուկ ինչ-որ կերպարներ ունեն իրենք դրան հարմարեցված եւ անգամ իսկ Թբիլիսից իրենք կարողացել են որոշակի էքսպոնատներ ձեռք բերեն, որոնք վերաբերել են Երևանի բերդին, այդտեղ դա մատուցում է որպես ադրբեջանական ժառանգություն, այսինքն լուրջ մարտահրավերներ կան եւ այն խորապատկերի ներքո, որ իրենք փորձում են մատուցել, որ Ադրբեջանը Երևանը ադրբեջանական քաղաք եւ ադրբեջանցիները պետք է վերադառնան, դա հազանգ է բոլոր նրանց համար, ովքեր ասում են, իբրև թե Արցախի հարցը ինչ որ մի կերպ լուծելուց հետո մենք հանգիստ կապրենք, տեսեք, որ Երևանի մասին է խոսքը, միայն Կիրանցի ոսկեպարի մասին չի խոսքը։ Երևանը դրված է կասկածետակ, իսկ օրվա իշխանությունների վարվող քաղաքականությունը շատ նպաստում է այդ ամեն ինչի տարածմանը, այնպես որ սա լրջագույն ազգային անվտանգության խնդիր է, որ հայկականությունը վավերագրող ցանկացած դրսևորում
պետք է այսպես աչքի լույսի պես սրբորեն պահպանվի, փայփայվի, նախ ինքներս մեր ինքնությունը պահպանելու համար, ինչպես նաև դիմակայելու համար այդ արտաքին մարտահրավերները։ Հիմա այդ առումով մենք շատ անհանգստացած ենք եւ ակնկալում ենք, որ տնօրինության հետ մի քանի րոպեանց այս հարցերը վերաբերյալ ինչ-որ ինֆորմացիա կստանանք։ Պարոն Սուքիասյան, նաև Էրեբունի ամրոցի ցուցանակները, փորձեցիք այսպես դիտել, Վիճակում են գտնվում, ընթեռնելի չեն, դժվար է կարդալ, թե մարդը ուր է եկել, որ դարից է թվագրվում այս տարածքը։ Այո, QR կոդներ, որ պետք է ավելի արագ կոմունիկացիա ստեղծեր, QR կոդն էլ չընթերցեց, բայց որ տոտալ անտերությանը մատնված է հատվածը, Երևանի ծնունդը վկայող, Երևանի ծագումը վկայող այդ բոլոր պատմահնագիտական արգելավայրերը, արգելոցները մատնված են բառի իմաստով անտերության եւ մեր բոլորի աչքի առաջ մեր կապը Երևանի հետ փաստող, վավերագրող այս կառույցները գնում են քայքայում եւ մենք մեր առօրեական գործերի մեջ պետք է հասկանանք, որ կան առաջնահերթ եւ ստրատեգիական ուղղություններ, որոնցից մեկը հենց այս պատմահնագիտական արգելոց թանգարանի պատշաճ ռեստավրացիան եւ հետագա կենսագործունեությունը։ Նաև ֆիքսենք, պարոն Սուքիասյան, այս հնագույն որմնանկարների վրա արված խզբզոցները, սա եւս ձեր նշած անուշադրության կամ անտերության հետևանք է։ Դե իհարկե առաջին հերթին սա խոսում է այս խզբզոց անողների ցածր վարձատրություն ստանան եւ պետության հոգացության ներքո գտնվեն, պետությունը համարի սա ռազմավարական ուղղություն, սեփական ինքնությունը պահել, պահպանելու, փայփայելու քաղաքականության ահա մասին է խոսքը, ու ես կարծում եմ, որ բոլոր առողջ ուժերը, անհատները, կազմակերպությունները, համքարությունները, քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները այս եւ նման օրինակ խնդիրների վերաբերյալ յուրաքանչյուր իր պարտքը պետք է համարի արտահայտվել, խոսել, դիրքորոշում ձևավորել եւ ձևավորել նաեւ գեներացնել հանրային ճնշում իշխանությունների վրա, որ առնվազն չանեն այն ինչ որ անում են եւ մի բան էլ անիվը ետ պտտեցնեն եւ անեն այն ինչը որ պետք է քաղաքին, ինչ որ պետք է պետությանը։ Եվ նաև որպես խոսքի ամփոփում այս մասով նաև որ դրա ավելի գիտական, կրթական, մանկավարժական կարևորություն, այստեղ երեխաներ բերեք, ինչ-որ բան փորձեք պատմել Երևանի մասին, շատ դժվար կընկալեն, պատկերը բարենպաստ չի, այսինքն եթե երեխաները գալիս են այստեղ եւ տեսնում են անխնամ իրավիճակ, երեխայի պատկերացումները սեփական երկրի, սեփական մայրաքաղաքի մասին արդեն սկսվում է որոշակի թերահավատություն, աղճատվածություն, ասենք պայմանականություն, այնպես որ սա շատ այսպես ասենք ցցուն դրսևորումն է մեր իրականության անմխիթար շատ այսպես երանգների, բայց քանի որ քիչ առաջ երկրի թիվ 1 էքսցենտրիկը հայտարարել է, թե եկեղեցիները չուլանների են նմանվել, բան, գիտեք, հիմա սա էլ հոգևոր իշխանության ենթակայության տակ չի, թեպետ դա ինքնին դատապարտելի հայտարարություն է, դա նորմալ երևույթ է, դա եկեղեցուց վտարվածի, նզովվածի, բանադրանքի ենթարկվածի, ինչ կուզեք ասեք, եկեղեցուց մերժվածի չարություն կար այդ ամեն ինչի մեջ։ Հիմա բայց նման էթնոմշակույթ կրող, ճակերտավոր իհարկե, նման հոգեբանական կառուցվածք ունեցող մարդուց ակնկալել, որ Էրեբունի ամրոցի հանդեպ կամ մեր պետականության այլ ատրիբուտների հանդեպ, մեր ծագման, մեր ազգային պատկանելության հանդեպ լինելու են սրտացավ, նկարել է համարել որոշակի նաիվ լավատեսություն, հետևաբար եւ այս եւ այլ խնդիրների գլոբալ լուծումը իշխանափոխությունն է, որի համար ամենաբարենպաստ առիթը լինելու են առաջիկա ընտրական գործընթացները եւ նաեւ այս ուղղությամբ մարդիկ թող տեսնեն, համոզվեն, որ իշխանությունները վարում են մեր ինքնությունը հերքելու, ժխտելու, բացառելու, մեր կապը դարերի հետ կտրելու, ինչ որ հիմար անհեթեթ խոսույթներով մարդկանց զբաղեցնելու, կիսագրագետ լինելով մարդկանց կրթելու, մեկը լինի իրենց, ֆունդամենտալ գիտելիքներ տա,
ահա այդ ընդհանուր այդ ճակերտավոր դիմակահանդեսի մեջ մենք կորուստների շեմին ենք կանած, բայց մենք լավատես ենք, որ մեր գենը, մեր տեսակը, մեր ժողովուրդը սուր ճգնաժամերից հետո անգամ վերածննդի եւ սեփական ժառանգությանը տեր կանգնելու վճռականություն կունենա։